Եվրամիության ամբիոնից հիբրիդային սպառնալիքների մասին դժգոհելուց հետո Հայաստանի արտգործնախարարն այսօր էլ ՄԱԿ ամբիոնն է օգտագործել ժողովրդավարության դեմ սկսված ինչ-որ ալիքից բողոքելու համար։ Ինչպես մեր օրերի շատ այլ ժողովրդավարություններ, մեր հասարակությունը ևս առերեսվում է հիբրիդային սպառնալիքների հզոր ալիքին, այդ թվում ապատեղեկատվության, մանիպուլյացիաների և արտաքին միջամտության։ Եվրամիությունում հայկական դժգոհություններն անպտուղ չեն մնացել, հայտնի է, որ Բրյուսելը պատրաստվում է 15 միլիոն եվրո տալ Հայաստանին խաղաղության և դիմակայունության ամրապնդման համար, այդ թվում արտաքին միջամտության դեպքերի հայտնաբերման։ Եվրապաշտոնյաներն ու նաև որոշ հայ պաշտոնյաներ արտաքին միջամտությունների համար Ռուսաստանին են հրապարակային մեղադրել։ Իրենց կողմից գործողություններին լեգիտիմություն տալու համար, այսպես ձևականորեն հորդորվեց մեր իշխանությունները, որ իրենք պաշտոնապես դիմեն, որպեսզի Եվրամիության միջամտությունը կողմնակի ազդեցություն չդիտարկվի, այլ որպես պետության կողմից առաջարկված օժանդակություն դիտարկվի։ ՄԱԿ-ից որևէ տիպի աջակցության ակնկալիք չի կարող ունենալ Հայաստանը, նկատում է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ Հայաստանի գլխավոր դիվանագետը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն օգտագործել է մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտներին բարձր գնահատական տալու համար։ Պատահական չէ, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը փորձեց Հայաստանի այսպես ցուցանիշները, որոնք կարծեմ ընդհանուր առմամբ հետընթաց են արձանագրել, դա որպես ձեռքբերում ներկայացնել։ Հատկապես սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը փորձում է ամենաժողովրդավարը երևալ։ Իբր հիբրիդային արշավների համար մեղադրելով երրորդ երկրի։ Աղաջանյանի խոսքով դա անում են մարդիկ, որ հիբրիդային գործիքակազմ են կիրառել թե ընդդիմադիր եղած ժամանակ, թե իշխանության օրերին։ Այսօր դա ուղղակի խոսույթ է, դա ինչպես ասած մոդայիկ խոսույթ է, որով իշխանությունները փորձում են իրենց իսկ քայլերը ինչ-որ մի ձևով արդարացնել, բայց հեռու չգնանք, ինչ-որ միտեղ ճիշտ է ասում, որ այդ պատերազմը ընթանում է, սակայն մի տարբերություն կա, որ այդ խոսքերը արտասանելիս իրենց հայելու մեջ պիտի նայեն։ Իսկ հայելու մեջ ըստ Աղաջանյանի պարզ երևում է, ինչպես են Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի իշխանության թույլտվությամբ միջամտում մեր երկրի ներքին գործերին, հաշտեցման քաղաքականության անվան տակ։ Իրենց թշնամական տրամադրությունները վարքագծով հայտնի մեր երկու հարևանների հետ այսպես խեղված դատողությամբ բարեկամական, բարիդրացիական կամ ինչպես ինքն էր արտահայտվել ելույթում հաշտեցման գործընթացների տանելու ճանապարհի մասին խոսել։ Սա կարծում եմ ինքնախաբեություն է։ Միրզոյանը ՄԱԿ-ի Ժնևյան ամբիոնում հայտարարել է, որ թեև դեռ Բաքվում են 19 հայ գերիները, անհետ կորածների ու բռնի անհետացածների ճակատագրերն անհայտ են, իրենք ընտրել են հաշտեցման ճանապարհը, համոզված լինելով, որ այդպես կարող են վերացվել հակամարտության հետևանքները։ Լիլիթ Սարգսյան, Հայլուր։